Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Քրիստինե Պեպելյանը շարունակում է իր հետևորդների ու հանրության հետ կապը պահել սոցիալական էջերի միջոցով։ Ինստագրամյան հարթակում երգչուհին բավականին ակտիվ է, որտեղ էլ հրապարակում է իր անձնական լուսանկարները, ինչպես նաև տեսանյութեր իր որդու Արեգի մասնակցությամբ։ Գաղտնիք չէ, որ Քրիստինե Պեպելյանը համարվում է հայկական շոու բիզնեսի ամենահումորով արտիստներից մեկը։ Հերթական հումորային տեսանյութը Քրիստինեն հրապարակել էր ընդամենը նորեր առաջ։ Հոլովակին կից երգչուհին նաև գրառում էր արել. «Որոշեցի պատվիրել Mystery Box, ավելի վատ գնում ես իմ կյանքում չէի ունեցել։ Այս ամեն ինչի միակ դրական բանը մեր լավ տրամադրությունն էր։ Իսկ տեսանյութը, որը անչափ զվարճալի է ստացվել, առաջարկում ենք ձեզ դիտել առանց մեկնաբանության»։ Մենք ստացել ենք արկղ, որի բարուրակությանը տեղյակ չենք։ Սիրելի հետևորդներ, ես պատվիրել եմ մի տուփ, որը կոչվում է Mystery Box։ Այսինքն մի տուփ, որի մեջ չգիտենք թե ինչա լինել, ուղղակի հենց ինձ պատվիրել ենք։ Իմ պատկերացմամբ պետք է մեծ տուփ կար, որովհետև լարժն էի պատվիրել, բայց ոնց որ տերնում եք, ոչ ոք չկա։ Իսկ անկա խաղալիք կա, արեցի։ Լսեցի՞ր։ Չգիտենք ինչա լինելու։ 50 cent։ Արդեն շատ վատ անցնում։ Օտար ազգի ընկերներ ունես։ Չգիտեմ ես ինչա։ Բան աղբար կդեմ առել։ Սենց ասեմ ձեզ։ Կարո ջան, քեզանից լավ բան չենք սովորի։ Տուփեր առնենք, ստորիջներ առնենք, եկեք տեսեք ինչեր ենք։ Հե առել ենք։ Այդ դու ոնց ես առնում, որ կարողանում ես ունենաս արտակարգ ինչ-որ բաներ, Կարո ջան։ Ինչեւ նոյեմբեր ուժի մեջ է շուշուկ էր։ Եվս մի անիմաստ բան։ Team Bride։ Ամուսնացող կա։ Հարսնացուի թիմը մոտենա։ Ատմոսֆերել ունենք ընդիր արտակարգ։ Հանգուցյալի համար մոմեր։ Օսկար։ Գնանք հատուկ կոնալ։ Սա հատուկ Բենջի համար թագուն ենք ուղարկելու, որ Բենջին կրծի։ Ահա լավերն են գալի, երեխեք ընտիրներն են գալի։ Շատ ընտիա։ Արտակարգ, հենց մենակ սրա համար ես դու արժեր առնել։ Երեխեք շատ վատ եղավ ամեն ինչ։ Մամա շնորհավորում եմ։ Մամա սրտով շնորհավորում եմ։ Ամփորձանք օգտագործես մայրս, արժան ես։ Մամ։ Կտա։ Մամա։ Բանը հաստատ գնալու ենք դեր։ Եմ որ իրիկուն ասվեր ինչ հակնեմ։ Անի։ Գոհացող չստեր։ Անի ես իթորնա դու ես իրում հոտելի գողացած նամը չի։ Նո շեսի կոննա։ Նո շմոտացի։ Եվ քանի որ այս ամբողջ իրադարձության մեջ ես համարում եմ միակ եւ անկրկնելի դդումը, սա կոնկրետ ես եմ։ Էսի կոնկրետ իմ սիմվոլն է։ Այս առևտրի հետ կապված։ Նշենք, որ Քրիստինե Պեպելյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Այս տարիների ընթացքում երգչուհին մասնակցել է նաև մի շարք հարցազրույցների։ Վերջին անգամ նա մասնակցել է Հերմինե դիալոգ հաղորդմանը, որին Քրիստինեն մասնակցում էր իր որդու Արեգի հետ։ Star News-ը հետևել է զրույցին ու ներկայացնում է ձեզ ամենահետաքրքիր հարց ու պատասխանները։ Քրիստինե Պեպելյանը խոսեց Ամերիկա տեղափոխվելու եւ հարմարվելու մասին։ Ես չեմ մտածել հարմարվել, չհարմարվելու մասին։ Հավանաբար այդ խնդիրը չեմ էլ դրել իմ առաջ։ Դրա համար երբևէ չեմ խորացել։ Ամերիկան ինձ համար նորություն չէր։ Ես աշխատանքի բերումով, կյանքի բերումով շատ եմ գնացել ու եկել։ Ես չգիտեի, որ պետք է մնամ։ Շատ անսպասելի ու արագ ստացվեց դա, նշել էր երգչուհին։ Հաջորդ թեման մայր ու որդի հարաբերությունների կառուցման դժվարություններն ու հաջողություններն էին։ Առանց մամայիս շատ դժվար կլիներ։ Դա անտանելի դժվար բան է։ Ես այնքան լավ եմ հասկանում բոլոր ծնողներին, ովքեր օգնող չունեն։ Նախորոք Արեգի դաստիարակության հարցում որևէ բան չեմ էլ որոշել։ Ես դեռ շատ փոքր ժամանակվանից իրեն ասում էի. Արեգ ջան, պիտի պայմանավորվենք տղաս։ Անում ես դու, անում եմ ես։ Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Չես անում դու, չեմ անում ես։ Նա չի հասկացել, որ կարող է կամակոր լինել։ Չգիտի ձևը դրա։ Նա գիտի, որ լացով առաջ չի կարող տանել իր ասածը։ Ես իր հետ կապված ամեն բան վայելում եմ։
որովհետև աշխատանքի բերումով շատ ժամանակ չեմ ունենում։ Իմ պահանջները շատ են իրենից, բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու, որովհետև պետք է ինչ-որ կերպ այդ խստությունը կոմպենսացնել։ Իր մանկական ցանկություններին տեղ եմ տալիս, որ իրեն ազատ ու ուրախ զգա, բայց ամեն ինչ չափի մեջ է։ Ի տարբերություն շատ երեխաների, Արեգը իմ հեռախոսի կոդը չգիտի, նշել էր երգչուհին։ Խոսելով առօրյա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի մասին, Քրիստինե Պեպելյանը նշեց. Ես չգիտեմ, հետո ինչ կանեմ։ Ես ոչինչ անել չեմ կարողանում, բացի երգելուց ու դասավանդելուց։ Անում եմ մի բան, որը սիրում եմ, որը ինձ դուրեկան է։ Ես բիզնես ուղեղ չունեմ եւ չեմ կարողանում բիզնես մտածել։ Ես չեմ ուզում ավելին ռիսկերի ու գործերի տարատեսակ հաշվին։ Գնահատում եմ այն աշխատանքն ու այն տարիները, որ ես չարչարվել եմ անունիս համար։ Հաղորդման ընթացքում խոսք եղավ նաև հայ արտիստներից։ Պեպելյանի կարծիքն այսպիսինն էր. մեկ-մեկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ հայրեր որդիներ իրականության մեջ ենք։ Այս կռիվը, որ սկսվում է, հասկանում եմ, որ մեծացել եմ։ Կան կատարողներ, որ ինձ շատ դուր են գալիս, կրեատիվ երեխաներ կան որոշները, որոնց կրկներքը նույնիսկ ի վիճակի չեմ լինում լսել, անհնար է ուղղակի, նոր սերնդին եմ դիմում, մենք թոշակի չենք գնալու, նշել էր Քրիստինեն։ Ցավոք, խոսվեց նաև ներկայիս իրականության ոչ դահլիճային համերգներից ու բլոգերներից։ Մարդիկ հիմա այնքան կարիք ունեն դահլիճների։ Մենք բոլորս տեղափոխվել ենք բանկետ հոլեր, ռեստորաններ, անպայման պիտի ուտենք երաժշտության ժամանակ։ Ոնց կլինի առանց ուտել նստենք։ Մենք լրիվ ուրիշ տեղ ենք հիմա, եւ ինձ համար անհասկանալի է, թե ոնց կարելի է ինչ-որ մեկին սիրել, ասել, այո, կարելի է գնալ այս մարդու համերգին ու տոմսերը պատվիրելուց ասել, ինչ ենք ուտելու, ինչի համար է պարտադիր, որ ինչ-որ բան պիտի ուտենք։ Զրույցի ընթացքում նշել էր Քրիստինե Պեպելյանը։ Դե իսկ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև մի քանի այլ տեսանյութ Քրիստինեի եւ նրա որդու Արեգի մասնակցությամբ։ Այս չունենք։ Okay. Չէ, մի հատ էլ ու վերջ։ Համերգը չի ավարտվել դեռ։ Դավայ։ Համերգը։ Հա, համերգ ենք անում։ Գնաց։ Յապե, արդյունը ես Առաջինը դու։ մի արավի։ Իմ հերթը չի դեռ։ No, but gas passes. Լավ, սպաս։ Չէ։ Այ ապրես։ Այ ապրես։ Ահա։ Հիմա նորից ի, երրորդ մատիկով ին, դավայ։ Երրորդ մատիկով, երրորդ։ Լավ։ Սոտքի կոմ, ապրես։ Արո մի օր կգանք հոտուն, քեզի շատ եմ կարոտե, միասին քեզ կանենք երես։ Զատո կարուն քեֆը շատ է սիրում, կպարենք իրար հետ։ Տենց ես անելու, որ սիրուն մնաս։ Հա։ Իսկ կարուն ինչ պիտի անի։ Շորը։ Ու կասկոր կարուն իրա շորերը դրելա, որ բաժանի աճուձախ։ Հա, տեսա մեդիաներում։ Բայց դա խանութում է վաճառվում, պետք է գնաս առնես պալես։ Կարուն չունի այդ շորերից իրան ստանը, որ բաժանի մեզ։ Խեի, մի օր ինձի բազարներ է։ Հաստատ։ Ախ, կարուն, ոնց է քեզ սովորացում տենց երես տալիս քեզ։ Ուտես ինձի սիրում է։ Դե հա, գիտեմ, դու էլ իրան ես սիրում, ձեր սերը փոխադարձա։ Կարո համ մի օր կգանք։ Դե լավ։ See you soon. Ապրես։ Իսկական բլոգեր ես դու։ Soon.